Հարգելի լրագրողներ, հարգելի գործընկերներ, այսօրվա բրիֆինգը կսկսեմ Սաղմոսով։ Սաղմոս համար 61, Աստված միակ հույսը, այսուհետև Իդիթոմի մասին Սաղմոս Դավթի։ Միայն Աստծուն հնազանդ եղիր հոգիմ, քանզի նրանից է փրկությունս։ Նա է Աստվածն իմ ու փրկիչն իմ, ապավենն իմ, որ էլ չսասանվեմ։ Մինչև երբ ամենքդ պիտի հարձակվեք մարդու վրա, կործանելու նրան թեքված պարսպի և խախտված ցանկապատի պես։ Նրանք ինձ պատվից զրկելու մասին էին մտածում միայն տոչորվելով նախանձից։ Իրենց բերանով օրհնում էին, բայց իրենց սրտով անիծում։ Սակայն իմ հոգին հնազանդ կմնա Աստծուն, քանզի նրանից է համբերությունս։ Նա է Աստվածն իմ ու փրկիչն իմ, ապավենն իմ, որ չսասանվեմ։ Աստծուց է զորությունն ու փառքն իմ, Աստված է օգնականն իմ, և Աստծու վրա է հույսն իմ։ Ձեր հույսը դրեք նրա վրա, ժողովուրդների ողջ բազմություններ, բացեք նրա առջև սրտերը ձեր, քանզի Աստված օգնականն է մեր հավիտյանս հավիտենից։ Սակայն ունայն են մարդկանց որդիները, սուտ են որդիները մարդկանց, իրենց կշռով անարդար են և իրենք ամենքն էլ ունայնության մեջ են։ Հույս մի դրեք անիրավության վրա, հափշտակություն մի ցանկանաք, եթե հարստությունը առվի պես իսկ հոսի, թող ձեր սրտերը չցանկանան։ Մի անգամ խոսեց Աստված և երկու անգամ լսեցինք այս բանը. Աստծունն է զորությունը և քոնն է Տեր ողորմությունը, դու ես հատուցում յուրաքանչյուրին ըստ իր մեղքերի։ Շնորհակալ